Վստահ եմ բոլորը տեսել եք վարչապետի կողմից բերված թվերը այսօր, որ ըստ էության այս պահի դրությամբ 65 պլյուս տարիքի 50,073 թոշակառու ուրեմն ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով եւ ես ուղղակի ամբողջը չեմ ասի, բայց ուղղակի մի քանի թիվ 57 թոշակառու ստացել է 4 միլիոն դրամի կարգի աջակցություն, 158 թոշակառու 65 պլյուս ստացել է 2-ից 4 միլիոն ուրեմն ապահովագրություն, 802 թոշակառու ստացել է 1-ից 2 միլիոն ապահովագրություն եւ շարունակությունը էլի կա, բնականաբար Տիկին Հավանեսյանն ավելի մանրամասն կասի, բայց ես հատկապես այս կտորը խի եմ ասում։ Շատ ժամանակ, երբ որ մենք այս կամ այն ռեֆորմն ենք անում, մեր ընդդիմադիրներն ասում են, իսկ դուք օրինակ հարցրել եք այն տատիկին, որը որ այ հիմա ինքը կանգնելու է այս խնդրի առաջ, Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ երբևէ չի եղել, որ պետական բյուջեի կողմից, ասենք օրինակ 4 միլիոն գումար ստանա իր առողջապահության համար։ Իսկ հիմա ասենք 57 այս պահի դրությամբ 57 հոգի 4 միլիոն, 158 հոգի 2-ից 4 միլիոն, 802 հոգի 1-ից 2 միլիոն, սա ուղղակի աննախադեպ է։ Երբ որ մեզ քննադատում են, որ թոշակներ չբարձրացնելու կամ այս կամ այն խնդրի մասին, այս թվերը ուղղակի շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության կողմից իրականացված քաղաքականություն եւ ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջության խնդիրների հետ։ Նրանք այլևս միայնակ չեն իրենց առողջության խնդիրները կարգավորելու համար։